Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները Վարդենյաց լեռնանց կփակե կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի Չիվայի խաչմերուկից դեպի Տիգրանաշենի ոլորանները Ուշի գյուղից դեպի Լոռու մարզի Վարդանի Ձոր գյուղից դեպի Քաջարյանի տարածաշրջանի Նորավանի խաչմերուկից դեպի Ջերմուկի խաչմերուկի եւ Սարավան Զանգեր ավտոճանապարհները Փակեն կցորդով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի լեռնային գոտիներում Սպիտակի ոլորաններում Գորիսի Քաջարյանի Սիսյանի Մեղրուսար կոչվող տարածաշրջանում Արագածի եւ Աբարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Ստեփան Ծմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փետրվարի 10-ին եւ 11-ի գիշերը շրջանների զգալի մասում 11-ից 3-ը 12-ից 14-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի լեռնային շրջաններում ձյան տեսքով լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ից 11-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ քամին հարավ-արևմտյան ուղղությամբ 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Փետրվարի 9-ից 3-ը Փետրվարի 10-ից 14-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-ից 5 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 5-ից 8 աստիճանով։ Փետրվարի 12-ից 14-ը աստիճանաբար նույնքան էլ կբարձրանա։ Դե ինչ, առողջ եղեք, մնացեք Օրեկիջնյուզի հետ։